1000 ներողություն եմ, 1000 անգամ ներողություն եմ խնդրում այս հիշատակումը անելու համար, նաև որպես մի մարդ, որ ժամանակ է անցկացրել քրեակատարողական հիմնարկներում, մեր հանրության շրջանում տենց ընկալում կա, որ քրեական ենթամշակույթը, ասենք օրինակ տղաներին ուժեղացնելու ճանապարհը, ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ուղիղ հակառակը, քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնելու, ինքնությունից զրկելու, ինքնուրույնությունից զրկելու, մտածողության սեփական ձևեր ունենալուց զրկելու մեթոդ է։ Սա ամենամեծ մոլորությունն է, որ մեր երեկանության մեջ խոսք կա, չէ, դե տղա է, ոչինչ, թող մի քիչ էլ տենց բան։ Իրաց թվում է, թե այդպիսով տղաներ ուժեղանում են։ Այդպիսով տղաները թուլանում են, բոլոր առումներով թուլանում են, զրկվում են կամքից, զրկվում են խելքից, զրկվում են ինքնուրույն մտածելու և մտածողության սեփական բանաձևեր ունենալու բանից, հնարավոր, ինչքան մարդը քրեական ենթամշակույթի մոտ է, այնքան ավելի հեշտ կառավարելի է, ինչքան քրեական իր մտածողության ձևերով, ինչքան քրեական ենթամշակույթի մոտ է, այնքան ավելի անմրցունակ է ցանկացած ոլորտում, աշխատանքի շուկայում, ցանկացած հարաբերության մեջ։ Սա ինձ համար աքսիոմ է և ինձ համար տեսական թեստ չի սա, այլ մի բան է, որ ես գիտեմ և տեսականորեն և գործնականում։ Եվ սա ֆունդամենտալ պրոբլեմ է, և ես իհարկե ուրախ եմ, որ մեր մոտ աղջիկները ավելի ակտիվ են կրթության ոլորտում, բայց ես մտավախություն ունեմ, թե նաև այդ առավելությունը այս երևույթի պատճառով է, որ տղաների անբնական պասիվության, քրեական ենթամշակույթի բերումով պասիվության արդյունքում է, և ես կարծում եմ, որ այստեղ մենք էլի քաղաքականություններ մշակելու անհրաժեշտություն ունենք։ Ոնց անենք, որ տղաներին ավելի մոտեցնենք գիտելիքին, կրթությանը, սկսած և ընդհանրապես հանրային կյանքին էլ, այս տրամաբանությունն էլ է շատ կարևոր։ Ես օրինակ երկար ժամանակ, հիմա իհարկե համոզված եմ նախարարության ջանքերով, երկար ժամանակ, երբ որ մենք ամենապարզ օրինակն եմ բերում, երբ որ մենք քաղաքականություն որդեգրեցինք, որ օրինակ գնում ենք դպրոցներ, դպրոցների բացման և այլն, ասենք, որ ինչի պետք է ինչ-որ պատահական կիսաանվորակ յութուբներից ստանդարտից դուրս պետական օրհներգի ձայնագրություն միացնենք, երեխաները թող երգեն։ Եվ 1, 2, 3, 4 ես նկատում եմ, որ երգչախմբում միայն աղջիկներ են։ Ինչն է սրա պատճառը, որովհետև երգչախմբում երգելը, հասկանում եք, դե ոնց երգչախմբում երգել, այստեղից սկսվում է, երգչախմբում երգել, աշխատախմբում աշխատել, դասարանում սովորել, բուհում սովորել, ոնց գնացել եք բուհում փոխանակ դուրս գաք տենակ, ինչ կա հայատներում, կողքի բաներում, սադերում, բանում, պրոցեսներ են գնում, դուք գնացել եք բանում, լսարանում նստել եք, ու սկսվում է դեգրադացիան, այդ հետո իր հետ գնում է բանակ, այդ հետո արտահայտվում է բանակի գործունեության տարբեր ձևերում, չասենք, որ ձևերում, հերթական անգամ բան չենք, մազոխիստ չենք, մենք եկեք մեզ ինքներս չխոցենք, ու տենց շարունակ, բայց ես ինչի համար եմ սա ասում, Ժորժ ջան, պետք է առերեսվել այս պրոբլեմի հետ, և սա ֆունդամենտալ պրոբլեմ է, և ես կարծում եմ, որ մենք այս քաղաքական, ես չգիտեմ, գենդերային քաղաքականության մեջ է ենթավերնագիր, թե դա լրիվ առանձին ուղղություն է և առանձին ենթաթեմա է, մենք սրա մասին պետք է մտածենք, որովհետև սա մեր անվտանգության բոլոր իմաստներով մեր անվտանգության կարևորագույն հարց է, այս առաջին խումբ դիտարկումը, որ անում ենք։